Մարդիկ մաքսատուրք չէին ուզում վճարել, ինչն իհարկե անընդունելի էր կառավարության համար։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ չափազանցած չեմ լինի, եթե այդ օրերի հոգեվիճակս բնութագրեմ սուր կոգնիտիվ դիսոնանսով պայմանավորված էկզիստենցիալ ճգնաժամով։ Մի հոգեվիճակ եւ որևէ երևույթի տվյալ պարագայում հոգեվորականի կերպարի վերաբերյալ նախկինում ունեցած բոլոր պատկերացումները լղոզվում են կամ պտտվում գլխի վայր եւ ինքդ սկսում ես քեզ հարցել տալ. լավ, արդյոք նորմալ է, որ Սրբազանի վեղար կրող վերոնշյալ սուբյեկտը պտտվում է Mercedes Magnus-ի G-Class AMG Geländewagen մոտ $100,000 արժողությամբ ավտոմեքենայով, ունի անձնական վարորդ ու առանձին դուռ բացող փակող։ Արդյոք նորմալ է, որ Սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտը խոսքի մեջ օգտագործելով հայհոյանքներ, հավանաբար դրանով փորձելով հետս ոչ ֆորմալ կամ ընկերական գիծախբերական խոսակցություն ծավալել, կիսագողական փողոցային բառապաշարով շփվի պետական այրերի հետ։ Արդյոք նորմալ է, որ Սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտն իրեն իրավունք վերապահի ռեստորանում մատուցողի հետ ստրկատիրոջ դերի մեջ մտած կամահարական տոնայնությամբ խոսի վերջինիս հետ։ Եվ այսպես շարունակ։ Իսկ առհասարակ այս օրերի քննարկումների ամենատպավորիչ եւ ոչ պակաս դիսոնանս առաջացնող զգացողությունն այն էր, թե ինչքան ավելի մոտ էր Աստծուն ֆինանսների փոխնախարարը, ով հիմնավորում էր եկեղեցականների պահանջի անթույլատրելիությունը, քան Արշակ Խաչատրյանն ու իր խմբակը, ովքեր ոչ մի կերպ չէին հրաժարվում իրենց նորանոր G-Class Geländewagen-ներ գնելու հեռանկարից։